Բարև սիրելի հայրենակիցներ։ Որոշեցի այս վերջին երկու շաբաթվա ընթացքում սկսել որոշակի մտքերի փոխանակում ձեզ հետ։ Նախընտրական շրջան է։ Ամբողջ մթնոլորտը ապականված է տարբեր տեսակի զազրախոսության, հայհոյախոսության, ապելություն սերմանելով մեկ մյուսի նկատմամբ, շատ տհաճ մթնոլորտ է։ Եկել եմ մտել եմ բունկեր, որ ոչ մեկի չլսեմ, որպեսզի կիսվեմ մի քանի մտքերով։ Գիտեք, ես անշուշտ համակրում եմ, ցուցակագրվել եմ, դարձել եմ հիմնադիր անդամ կուսակցության, բոլորին դեմ եմ կուսակցության անդամ։ Ինձ իմացողները գիտեն, որ ես ընդհանրապես դեմ լինելը չեմ սիրում։ Ես միշտ հանունի կողմնակից եմ եղել։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչի սկսեցինք դեմից։ Ցանկացած ծիսական խորհուրդ սկսվում է հրաժարինքով, հետո անցնում ենք հավատամքին և եզրափակում ենք զղջումով։ Այն միջավայրը, որ մենք այսօր ունենք, այդ միջավայրի ստեղծողը, գեներացնողը, թույլ տվողը, իր հետ համակերպվողը տարբեր շարժառիթներով մենք բոլորս ենք։ Մենք բոլորս ենք։ Եվ սկզբանե մենք պետք է մեզնից դուրս մղենք այդ բոլոր անշնորհքությունները, որ տեղ ունեն։ Իրականում ամենակարևորը բոլորին դեմ կուսակցության թռչկագրի մեջ, գիտեք որն է, արգելված է հայհոյախոսությունը։ Ցանկացած հայհոյախոսող այդ շարժումից, կուսակցությունից կվտարվի։ Դա սկզբունք է։ Երկրորդը, այստեղ հավաքված են երիտասարդներ, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր տեսիլքներ երկրի ապագայի, երկրի զարգացման, ազգի տեսիլքի նկատմամբ, ձևավորման նկատմամբ։ Բայց կարողացել են հասկանալ, ըմբռնել, որ այս մակարդությունը շատ կարևոր է, գերկարևոր է, առանց դրա հնարավոր չի ողջ ազգի տեսիլքը ընդունել։ Ոչ թե ամենահարուստի տեսիլքը, ամենաշատ ռեսուրս ունեցողի տեսիլքը, այլ բոլորի ընդհանրական տեսիլքը, ունենալով ամեն մեկը իր առանձին տեսիլը, իր առանձին բնակավայրի նկատմամբ։ Արդեն տղաները, Իշխանը, Սպարտակը, Հովսեփը, Արամը և մյուսները, Նինան Կարապետյանց շատ անգամ արդեն ասել են, թե ինչին են դեմ։ Հաճախ են ինձ ասում, անդրջացնում եք, մուկ տշելով, ոչքա գլորելով, ջուր ծեծելով և այլն և այլն։ Բա ինչ անեին, երբ որ գտնվում ես անլուրջ տեղ, անլուրջ միջավայրում, որտեղ մարդիկ լուրջ տեսքով իրանց թույլ են տալիս հայհոյախոսել, զազրախոսել, սուտ խոստումներ տալ։ Ամենավատ բաները կատարել, մնում այդ ամենավեր հանել, ցույց տալ դրա զավեշտը, և դա ամենամեծ լրջությունն է։ Այս երիտասարդներին անլուրջ ասողը պետք է շրջվի և ասի, անլուրջ է Երվանդ Օտյանը։ Եվ նրա հեղափոխության մակաբույծները կամ ընկեր Փանջանին, անլուրջ է Պարոնյանը,
Անուրջը են բոլոր երկիցաբանները, թող ասեն, այդ հում Բերնարդ Շոուն, հանրաճանաչ աշխատողник, անլուրջ, շատ են անլուրջ, շատ անլուրջ, շատ լուրջ է Մայն Կամֆը, Հիտլերի, դա շատ լուրջ է, համաձայնվեն դրա հետ, և այսպես, ինչին ենք մենք դեմ, դեմ ենք, ինձ գրել եմ մոտս, որ մի բան չմոռանամ, բայց էլիագին բան մոռացած եմ դառնում, դեմ ենք խաբեբայությանը, դեմ ենք սուտ խոստումին, դեմ ենք գայթակղությանը, դեմ ենք գիտակցված սխալ ուղղորդելուն, դեմ ենք պաշտոնը հանուն պաշտոնի շահագործելուն, դեմ ենք անպատասխանատվությանը, դեմ ենք սուտ մատնությանը, դեմ ենք բանսատկությանը, դեմ ենք զրպարտությանը, զազրախոսությանը, հայհոյախոսությանը, դեմ ենք ուրացմանը արժեքների, սրբությունների ուրացմանը, դեմ ենք երդմնազանցությանը և ամենակարևորը, այս ամենի մեջ ամփոփում է հետևյալը, մենք դեմ ենք անհավատությանը, առավել ևս մենք դեմ ենք բազմահավատությանը, որտեղ անհավատության և բազմահավատության մեջ տարբերություն ես չեմ տեսնում։ Մենք դեմ ենք այն ինչ հայտարարեց ոմանք քաղաքական գործիչ, որ անցել են իզմերի ժամանակները։ Ըստ երևույթին ինքը շատ անկեղծ է։ Տեսեք, ես չեմ ասում, չեմ խոսում անկեղծության մասին, որտեղ կարելի է լինել անկեղծ, շատ վատ ուղղությամբ տանող, անկեղծ, նույնիսկ հումանիզմին չհավատացող, չընդունող, անկեղծ հայիզմը չընդունող, կարելի է հնարավոր է լինել, մենք դա տեսնում ենք, մի խոսքով մենք ասամենին դեմ ենք, բայց հաջորդիվ կարենք խոսենք, թե ում ենք կողմ, դա կլինի մեր հավատանքը, մենք հավատում ենք, որ այդ պետության քաղաքացիները իրենք խոհեմ են, իրենք գուցե համեստաբար կլռեն, բայց ամեն ինչ ընկալում և հասկանում են, իրենք ադապտացվող են և ունակ են ամենավատ միջավայրում նույնիսկ ինչ-որ բան ստեղծել, ահավասիկ մեր Հայաստանի Հանրապետությունում, այն ինչ բոլորը մատնացույց են անում, այդ ամենը ստեղծվել է դες մարդկանց կողմից, առանց որևիցե մի աջակցության պետության կողմից, լավագույն աջակցությունը եղել է չխառնվելը։ Ես համոզված եմ, որ եթե մարդիկ իրենց դրսևորում են որպես ոչ անազատ, դրա պատճառը մեղավորը իրենք չեն, միջավայրն է։ Ես հավատում եմ, մարդիկ կարող են անել ընտրություն, ճիշտ ընտրություն, և միակ բանը, որ իրենց պետք է, որ լինեն ազատ։ Որպես իրենք իմանան, որ իրենց ձայնը տեղ է հասնելու, իրենց ընտրությունը արդյունք է տալու։ Մի փոքր, բայց արդյունք։ Այդ իսկ պատճառով, գիտեք, ամենակայուն կառուցվածքը դա եռանկյունին է։ Ի սկզբի համար եկեք հիմնվենք հիմնական սկզբունքների վրա, որպես այս մղջավանձից դուրս գանք։ Դա է հրաժարվենք կայուն մեծամասնության դրույթից, այդ դրույթը չլինի, անցող գիշեմը ազգային ժողով լինի 1% և ոչ թե 4% կամ դաշինքի համար 8%, 1%, որպեսզի Իջևան
իջևանցիները կարող են ստեղծեն իջևանցիների կուսակցություն, համոզված լինելով, որ գոնե մի հոգի կանցնի ազգային ժողով եւ իրենց շահերը կներկայացնեն համազգային շահերի մեջ, համազգային շահերն համահունչ, որ իրենց ցանկություն արտացոլված կլինի, որպեսզի ճարտարապետները ստեղծեն համույթ կուսակցություն եւ կարողանան մասնակցել ընտրություններին, որ իրենք ներկայացված լինեն։ Գիտեք ինչ, զրո է այն դեմոկրատիայի ժողովրդավարության գինը, որտեղ հաղթելու է միայն ամենամեծը։ Դա բացարձակ զրո է։ Արժեքը կարում են անում, երբ որ մարդիկ կարողանում են ընդունել, ընկալել եւ փորձել ներկայացնել նաեւ հոգնամասնությունների ցանկությունները, նրանց ինքնագիտակցումը։ Այնպես որ ինձ թվում է այսօր համար սա բավարար է։ Հաջորդին կանցնենք հաջորդին։ Շնորհակալություն։